Բարև հարգելի հայրենակիցներ, եթերում Նոյան Տապանն է, տաղավարիմ հյուրընկալել եմ Արդար Հայաստան կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանին, հիշեցնեմ մեր հետևորդներին, որ Նոյան Տապանի ուղիղ եթերները կարող եք դիտել Նոյան Տապանի Patreon-ում, QR կոդը ձեր էկրաններին է։ Բարև պարոն Նորիկյան, շնորհակալ եմ, որ ձեր այդքան զբաղվածության մեջ կարողացաք այս անգամ լինել մեր տաղավարում։ Շնորհակալ եմ հրավերի համար, ամեն անգամ մեծ պատիվ է հյուրընկալվել ձեզ եւ Նոյան Տապանի հեռուստաընկերությանը։ Քննարկենք թեմաները, որոնք եւ մեզ են անհանգստացնում որպես քաղաքացիներ եւ ձեզ որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ եւ որպես փաստաբան, մի խոսքով հարցերն այնքան շատ են, որ ձեր ոլորտները բոլորը ընդգրկում են։ Մեկ անգամ մեր հեռուստադիտողներից մեկը ձեզ հարցնում էր, արդյոք քաղաքականությունը եւ փաստաբանական աշխատանքը կարողանում եք համատեղել, հիմա արդեն իրավիճակը այնպիսին է, որ եթե չլինես փաստաբան, այս որոշակի հարցերում չես կարողանա նաև հասկանալ, ունի դա քաղաքական ենթատեքստ, թե ոչ։ Պարոն Նորիկյան, հանրությունը դեռ շարունակում է քննարկել Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա։ Քննարկվում էր միջև գնալը, քննարկվեց այցի ընթացքը եւ քննարկումները շարունակվում են այցից հետո։ Ամեն դեպքում Ստամբուլում կայացած հանդիպումը ԿՊԱ-ականները բնութագրում են որպես պատմական։ Ճիշտ ասած, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, պատմական այց ես հասկանում եի այլ ձևաչափով եւ այլ հայտարարությունների էի սպասում։ Բայց կարծես թե շատ հայտարարությունը դեռ բացված վիճակով մեզ չի ներկայացվում, առարկայական ոչինչ չկա։ Ընդդիմադիրները նշում են, որ Նիկոլ Փաշինյանը գնաց, որպեսզի խնդրի Էրդողանին միջնորդի խաղաղության պայմանագիրը կնքվի, որը կտանի նրան, որ իր իշխանությունը կկարողանա երկարատև ժամանակով պահպանել։ Հիմա ինչ վերլուծության եք եկել, հաշվի առնելով Էրդողանի հետ հանդիպումը, մեր հայկական համայնքի հետ հանդիպումները եւ արված որոշակի հայտարարությունները Թուրանի հետ կապված, իրեն վրա պետք չէ հույս դնել, որպեսզի որտեղ նա աշխարհի վարչապետը չէ հայության։ Մի խոսքով այս բոլոր հայտարարությունները եւ ընդհանուր գնահատականը ինչպես եք տալիս։ Շնորհակալ եմ Տիկին Մարի հրավերի համար, նախ շնորհակալություն նման հարցադրման համար, որովհետև ներքին գզվռտոցներից զատ իմ կարծիքով մեզ պետք է հետաքրքրի բոլոր դեպքերում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հնարավոր կարգավորումը եւ դա համարում եմ ստրատեգիական խնդիր հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության համար։ Ես տարածորեն հենց Փաշինյանի այցի օրը, երբ հրապարակվեց արդեն Էրդողան-Փաշինյան հանդիպման տեսանյութը, հրապարակել եմ իմ նախնական դիրքորոշումը հետևյալ բովանդակությամբ, որ անկախ ներքին քաղաքական կոնյունկտուրայից, անկախ ներքին քաղաքական իրավիճակից եւ քաղաքական դիրքավորումներից, անկախ ընդդիմություն, իշխանություն, առճակատման աստիճանից եւ ներքին օրակարգերի վերաբերյալ այս կամ այն հարցի վերաբերյալ իշխանություն ընդդիմություն ունեցած վերաբերմունքից, ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի գտնում եմ, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը պետք է իրականացվի զգուշավոր, միաժամանակ վճռական տրամադրվածությամբ, ելնելով բացառապես Հայաստանի Հանրապետության ռազմավարական շահերի սպասարկման տիրույթից, առանց ավելորդ չափազանցումների, առանց ավելորդ սպասումների, առանց որևէ ազգային ու ռազմավարական պետական շահերի զիջումների, Հայաստանի որևէ իշխանություն, եւ եթե մենք հետադարձ Հայաստան նետենք նախորդ տարիների, նախորդ քաղաքական վարչակարգերի, թե Լևոն Տեր-Պետրոսյանի ռեժիմը, թե Քոչարյանի վարչակարգը, թե Սերժ Սարգսյանի վարչակարգը, երբևէ դեմ չի արտահայտվել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Եվ այո, ես ինքս որպես Հայաստանի քաղաքացի եւ քաղաքականությամբ զբաղվող մարդ գտնում եմ հետեւյալը, որ Հայաստանը ինչ-որ մի փուլում հաշվի առնելով իր տեղն ու դերը տարածաշրջանում, հաշվի առնելով Թուրքիայի տեղն ու դերը տարածաշրջանում, պետք է ձեռնարկի գործուն քայլեր Թուրքիայի հետ հարաբերությունները հստակեցնելու, կարգավորելու, առանց վնասելու մեր ռազմավարական ու ազգային շահերին։ Այստեղ ես որևէ խնդիր չեմ տեսնում։ Ի վերջո, մենք չենք կարող Թուրքիային որպես մեր հարևան չնկատել, ճիշտ հակառակը, դիտարկելով Թուրքիային որպես ամենամեծագույն սպառնալիքը մեր ազգային անվտանգության, մեր գոյութենականության
հարցի կապակցությամբ Հայաստանի քաղաքական վերնախավի կրկնում եմ անկախ դրանից մենք ինչպիսի վերաբերմունք ունենք գործող իշխանության նկատմամբ վաղը մենք կլինենք իշխանություն մեր Հայաստանի ցանկացած իշխանության թիվ 1 խնդիրը պետք է լինի չեզոքացնել թուրքական սպառնալիքը հնարավորինս անել առավելագույնը նվազեցնելու այդ սպառնալիքը եւ եթե հնարավորություն կա իսպառ ոչնչացնելու այդ սպառնալիքը իսկ սպառնալիքը չեզոքացնելու կարևորագույն ռազմավարական եւ լեգիտիմ քայլերից մեկը կլինի հնարավորության դեպքում առանց վնասելու մեր ազգային ու պետական շահերին կարգավորել այդ հարաբերությունները ես այս դիրքերից հանդես գալու կողմնակից եմ եւ ես գտնում եմ որ սա ավելի ռեալ պոլիտիկի համատեքստում է սա իհարկե մենք հասկանում ենք թե ինչ պետության հետ գործ ունենք մենք հասկանում ենք ինչ ժողովրդի հետ գործ ունենք մենք հասկանում ենք թե նա ինչ դերակատարություն է ունեցել մեր ազգի մեր ժողովրդի մեր պետության մեր պատմության գործընթացում բացառապես բացասական առումով բայց մենք մի կետ կա որտեղ պետք է հասկանանք հետեւյալը Հայաստանի Հանրապետությունը հավերժ պահելու համար անհրաժեշտ է չեզոքացնել ադրբեջանա-թուրքական սպառնալիքը իսկ հիմա ամեն ինչ պետք է արվի այդ սպառնալիքը չեզոքացնելու համար ես չգիտեմ թե ինչ օրակարգ են քննարկել Փաշինյանը ու Էրդողանը դա կերևա նաև առաջիկայում երբ իսկապես կողմերը իրենց քայլերով ի ցույց կդնեն իրենց մտադրությունները կոնկրետ շատ սակավ էր հետ հանդիպման արդյունքում տարածված հայտարարության բովանդակությունը եւ կողմերը ըստ էության չեն բացել իրենց փակագծերը կտեսնենք առաջիկա զարգացումները ինչպեսի կլինեն ես այդքան միամիտ չեմ եւ այդքան լավատես չեմ այս հարցում ես գտնում եմ որ կան իսկապես կնճռոտ հարցեր դրանք վերաբերվում են ոչ միայն Թուրքիայի հետ հարաբերություններին դու գիտեք որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել է բացառապես պայմանավորել է ներողություն բացառապես Ադրբեջանի հետ ունեցած հարաբերությունների կարգավորմամբ ես այդտեղ տեսնում եմ կարմիր գծեր Հայաստանը պետք է վարի այս հարցում զգուշավոր միաժամանակ վճռական քաղաքականություն մենք չենք պատրաստվում ես ելնում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացու իմ պատկերացումներից ես չեմ պատրաստվում ամեն ինչ զիջել Թուրքիային ու Ադրբեջանին ինչ է թե իրենց պատկերացած խաղաղությունը հաստատվի ես գտնում եմ հետեւյալը դուք ինչ եք հասկանում որպես քաղաքացի ենթադրում եմ նույնը ինչ որ ես չեմ բացառում որովհետև տեսեք ակնհայտ է դեպի ես ասելով ես հանրության հարցն եմ այստեղ բարձրացնում արդյոք այն ինչը որ մենք ակնկալում ենք ցեղասպանության հետ կապված եւ այլն այդ ամենը դուք մտածում եք որ Թուրքիան գալու է ասի Հայաստանից պահանջի որ գիտեք ինչ կա Հայաստանի ընկալմամբ է ներկայացնելու խնդիրը բնականաբար Թուրքիան իր պահանջներն է ներկայացնելու իր պրիզմայով իր ակնկալիքներն է ունենալու Հայաստանից Ադրբեջանը իր պահանջներն է ունենալու իրենց ռազմավարական որևէ օրակարգից տիկին մարի ոչ շեղվել են ոչ հրաժարվել են ոչ էլ հրաժարվելու են առաջիկայում այլ խնդիրը թե Հայաստանը այդ հարցերի վերաբերյալ ինչպես կդիրքավորվի ինչպես կներկայացնի իր ռազմավարական շահերը ես հենց ստեր եմ ասում այո մեզ պետք է բանակցություններ վարել այո մեզ պետք է հնարավորինս չեզոքացնել բայց դրանք կարմիր գծեր են որոնք երբեք չի կարելի անցնել հետաբար այս առումով քանի դեռ հրապարակված չեն բանակցությունների օրակարգ եւ դրանց լուծման վերաբերյալ կողմերի դիրքորոշումները շատ դժվար է ասել թե Նիկոլ Փաշինյանը ինչ օրակարգով է բանակցում բնականաբար այո ես վստահ եմ գրեթե որ Թուրքիան Հայաստանից ակնկալում է որ մեկ անգամ եւս վերստին ճանաչվի Թուրքիայի սահմանները ընդհանրապես հրաժարվի Հայաստանը ցեղասպանության ճանաչման հետագա գործընթացից չնայած այս իշխանությունները ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը հանել են իրենց արտաքին քաղաքականության օրակարգից եւ դուք տեսնում եք որ վերջի տարիների ընթացքում ընդհանրապես չի արծարծում կամ բարձրացում այդ խնդիրը բայց կրկնում եմ Թուրքիան նույնիսկ այս պայմաններում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը բացառապես պայմանավորում է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմամբ այստեղ կարծեք թե խաղաղության համաձայնագրի դետալների ամբողջական համաձայնությունից հետո թվում էր թե որևէ խոչընդոտ այլևս պետք է առկա չլիներ բայց մենք տեսանք հետեւյալը ադրբեջանական օրակարգով խաղաղության համաձայնագրի համաձայնությունից հետո անգամ Ադրբեջանը հրաժարվում է ստորագրել խաղաղության պայմանագիրը սա նշանակում է ինչ սա նշանակում է հետեւյալը որ Ադրբեջանը չունի Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու իրական հեռանկար ու մտադրություն սա նշանակում է ամեն ինչ անել Հայաստանին քամելու մինչև վերջին պահը եւ Հայաստանից փոկել հնարավոր ամեն ինչը վերջում թողել մի տարածք որտեղ
ընդհանրապես Հայաստանը որևէ գործոն կամ ֆակտոր չի հանդիսանա։ Ես սկզբունքորեն դեմ եմ այդ գործընթացին։ Դեմ եմ ոչ թե դեմ եմ Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելուն, ճիշտ հակառակը ես գտնում եմ, որ առաջիկա 50 տարիների ընթացքում Հայաստանը պետք է կարողանա կենտրոնացնել իր ուժերը ներքին խնդիրների շուրջ, հնարավորինս չեզոքացնելով արտաքին սպառնալիքները, կարողանա ուժեղ եւ արդյունավետ պետություն կառուցել։ Իսկ դրա համար մեզ ոչ պատերազմ է պետք, ոչ ռազմական էսկալացիա է պետք, ոչ էլ տարածքային սրումներ ու լարումներ են անհրաժեշտ։ Ճիշտ հակառակը մենք պետք է կարողանանք հաշվել նկատ ձևով ճիշտ գնահատել տարածաշրջանում ձևավորված նոր ռազմաքաղաքական հաշվեկշիռը ու փորձել ամեն ինչ անել Ադրբեջանին հակակշռելու կամ Ադրբեջանին զսպելու համար, որովհետև մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը որևէ ռազմավարական նահանջ չի կատարում իր նպատակներից, այսինքն ոչ 300,000 ադրբեջանցիների Հայաստան վերադարձի հարցից է հրաժարվում, ոչ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքից է հրաժարվում, ոչ ռեպարացիաներից է հրաժարվում, այսինքն ավելին Բաքվում ընթացող շինցու դատավարության բովանդակությունը հուշում է, որ ըստ էության իրենք դատում են ոչ թե Ռուբեն Վարդանյանին, Արկադի Ղուկասյանին կամ Արայիկ Հարությունյանին ու Բակո Սահակյանին, այլ դատում են Հայաստանի Հանրապետությանը, որտեղ սևով սպիտակի վրա իրենք ամեն ինչ մոդելավորում եւ փաթեթավորում են Հայաստանի դեմ, որ Հայաստանը իրականացրել է ռազմական ագրեսիա ու պատերազմ ընդդեմ Ադրբեջանի։ Իհարկե, այս պատմական կեղծիք է, որովհետեւ մենք ենք դարձել պատերազմի ու ագրեսիայի զոհ, մենք ենք տեսել մեր ժողովուրդը, տեսել այդ ամբողջ զրկանքները, բայց կրկնում եմ, մենք առ այս պահը չունենք մի իրավիճակ, երբ կարող ենք արձանագրել, որ Ադրբեջանը միտված է իրական խաղաղություն վարելու։ Սրանից ելնելով, ահա, Հայաստանը պետք է չափից դուրս զգուշավոր, բայց փորձի իրականացնել այնպիսի քաղաքականություն, որը մի կողմից չի խարխլի մեր անվտանգային միջավայրը, մյուս կողմից կզսպի Ադրբեջանին։ Այս չափազանց բազմաշերտ խաղ է Տիկին Մարի, բայց նաև ես բազմաթիվ անգամներ առիթ եմ ունեցել ասելու, որ ցավոք սրտի մենք չունենք այն ներուժը, որ միայն մեզանով պայմանավորված լինի տարածաշրջանում նոր անվտանգային ճարտարապետության ձևավորումը։ Մենք չգիտենք, թե աշխարհաքաղաքական այլ կենտրոններ ինչպիսի հետագայում ինչպիսի հետաքրքրություններ կդրսևորեն մեր տարածաշրջանում, բայց հարցը հետևյալն է, պրոցես է սկսվել, այդ պրոցեսին անձամբ ես ինքս դեմ չեմ, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորվեն, ես դեմ չեմ, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները կարգավորվեն, ճիշտ հակառակը մեզ որոշակիորեն պաուզա է պետք մեր ուժերը իմի բերելու, մեր ներուժը կենտրոնացնելու Հայաստանի Հանրապետությունում եւ մեր ստրատեգիական շահերը առաջ մղելու համար կողմնորոշվելու, թե մենք առաջիկա տասնամյակում ինչպիսի արտաքին քաղաքականություն ենք վարելու։ Դրա համար մեզ որոշակի դադար է պետք պատմական առումով, բայց այդ ընթացքում, այդ դադարի ընթացքում մենք պետք է շատ ակտիվ լինենք մեր հարևանների հետ հարաբերությունները կառուցելու այնպիսի հարթության վրա, որ հավելյալ ռիսկ չմեծացնենք մեզ վրա գալու համար։ Թուրանի ծրագրում զարգ տալը ինչով է մեր հարաբերությունները կարգավորելու։ Նիկոլ Փաշինյանը շատ պարզ եւ շատ գեղարվեստական ներկայացրեց այդ իրավիճակը։ Դուք ասում եք զգուշավոր լինեն, արդյոք նրա այս հայտարարությունները հենց իրենց մեր զգուշավորություն էին պարունակում, թե դրանք հենց մեսիջ էին այնտեղից, թե մեզ, Հայաստանի քաղաքացիներին, թե Սփյուռքին։ Որ, ինչի մասին։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, չէ, որ ես չեմ կարող լինել ամբողջ աշխարհի հայերի վարչապետը, սա ինչի մասին է խոսում հենց այս հայտարարությունը։ Հիմա տեսեք, խնդիրը հետևյալն է։ Դուք ասում եք զգուշավոր, ուզում եմ հասկանալ, նրա հայտարարությունները իրենց մեջ այս զգուշավորությունը պարունակում են, թե դրանք քանի առիթ էին ինքը այնտեղից մեսիջներ ուղարկեց մեզ։ Ես չեմ կարող ասել Փաշինյանի ինչ ենթատեքստով այդ միտքը ասել, բայց իրականում Հայաստանի Հանրապետության վարչապետը ողջ հայ ժողովրդի վարչապետը չէ։ Դա իրավական տեսանկյունից այնքան ակնհայտ իրողություն է Տիկին Մարի, որը հնարավոր չի հերքել, որտեղ Հայաստանի Հանրապետության որևէ չինովնիկ, պաշտոնատարանց չունի մանդատ Ֆրանսիայի անունից խոսելու, Ամերիկայի անունից խոսելու, Ռուսաստանի հայերի անունից խոսելու, Թուրքիայում ապրող հայերի անունից խոսելու, որովհետև շատ հանգիստ այդ մարդը կասել մենք ձեզ չենք ընտրել, մենք ձեզ մանդատ չենք տվել մեր անունից խոսելու եւ դա բնական է եւ դա օրինաչափ է։ Ես չգիտեմ Փաշինյանը դրանով որ հարցի պատասխանից է խուսափել։ Ես իհարկե ամբողջ այդ հանդիպման տեսագրությունը տեսել եմ։ Ինձ վրա հույս մի դեպք տեսել եմ։ Հա, բայց տեսեք, չէ, լրիվ ուրիշ խնդիր է։ Մենք իսկապես պետք է կարողանանք մի կարևորագույն ստրատեգիական հարց տարանջատենք։ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները լրիվ այլ բնույթ պետք
ունեն եւ պետք է կրեն հայ եւ թուրք ժողովուրդների հարաբերությունները դրանք լրիվ այլ խորքային են եւ դրանք ես այստեղ խնդիր տեսնում եմ որ չեմ բացառում որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները ինչ-որ մի փուլի կարող են կարգավորվեն իսկ կարգավորում ասելով ես նկատի ունեմ որ ֆորմալ առումով հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ սահմանները բացվեն երկու պետությունների միջև տեղի ունենա ուղղակի առևտրաշրջանառություն ներկայումս իրականացվող անուղղակի առևտրաշրջանառության փոխարեն, բայց հայ-թուրք ժողովուրդների միջև ժամանակ է պետք նույնիսկ հնարավոր տասնյակ տարիներ են պետք այդ մեր հարաբերությունները վերաիմաստավորելու, վերագնահատելու, վերաարժևորելու եւ մեզանից որևէ մեկին չեն կարող պարտադրել ուրանալ եւ մոռանալ մեր պատմությունը։ Անձամբ ես Արաշկերտի թոռ եմ։ Իմ պապերը գալիս են սերում են այնտեղից։ Ես անձամբ եղել եմ Արևմտյան Հայաստանում եւ ես զգացել եմ իմ պապերի արյան կանչնել, իմ հայրենիքի հողի շունչնել, ես զգացել եմ եւ դա որևէ մեկը անկախ որևէ քաղաքական կոնյունկտուրայից չի կարող իմիջից հանել դա։ Տեսեք սերունդների մեջ դուք ասում եք հիշում եք ձեր արմատները։ Բայց մենք պետք է շատ իրատես, հավասարակշռված քաղաքականություն վարենք, չտրվելով էմոցիաներին, պետականաշինությունը դա բոլորովին այլ հարթության վրա իրականացվող առաքելություն է, մենք պարտավոր ենք այսպես մտածող մարդիկ վտանգի տակ չդնել ներկայիս Հայաստանի Հանրապետության գոյությունը, իսկ մենք ակնհայտորեն տեսնում ենք, որ ներկայիս Թուրքիան, մեր մյուս հարևան Ադրբեջանը իրական գոյութենական սպառնալիք են հանդիսանում մեր պետության գոյությանը, եւ դուք անընդհատ մատնանշում եք Թուրանի մասին։ Թուրանն էլ եւ որպես ենք որպես դա մեծ գաղափար է, ես չի ուզենա այս հաղորդման մեջ ծավալվել այդ գաղափարը, մենք պատմականորեն ասածս հետևյալն է, զգուշավոր էր այդ հայտարարությունը։ Տեսեք, խնդիրը հետևյալն է, չգիտեմ որ հայտարարության մասին է, կոնկրետ որ մտքի հետ։ Այն որ ինչ են ուզում, իրենք ուզում են Հայաստանի տարածքով գան, գնան, թող գնան։ Շատ լավ, հիմա տեսեք, ասեմ ձեզ խնդիր, թե աշխարհագրորեն, թե պատմականորեն, թե որ հարթության վրա ուզում եք նայեք, եթե մենք Թուրքիայից մինչև, չգիտեմ, Թուրանի վերջին կետը համարում ենք իրենց այդ գաղափարի իրականացման այդ մեծ նպատակ գաղափար, մենք այսպես թե անտեք այդ ճանապարհի սեպն ենք, չէ՞։ Սեպն ենք, այո։ Սեպն ենք։ Հիմա մենք պետք է հասկանանք, որին կամ հեռացնում է։ Հա, կամ հիմա մենք պետք է հասկանանք մեր հնարավորությունները, մեր ներուժը, մեր առաքելությունը որն է, մենք պետք է կանգնենք այդ ճանապարհին, թե ուրեմն մենք պետք է դատապարտված ենք հավերժորեն այս իրավիճակին, հավերժորեն այս իրավիճակին։ Ինձ բացարձակապես չի հետաքրքրում թե մտքի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է, Նորայր Նորիկյանն է, թե Մարի Պետրոսյանն է։ Եկեք մենք ստապ վերլուծենք այս իրավիճակը։ Մենք այդպես խնդիր ունենք Թուրանի դեմ առնելու։ Մենք ինչ պետք է անենք։ Ես չգիտեմ Հայաստանի որևէ իշխանություն Հայաստանում ինչքան մարդ է պետք, Հայաստանի ինչպիսի պետություն պետք է դառնա, որ կարողանա դիմագրավել այդ խնդրին, կամ լավ ճանապարհների անցնել չանցնելու մասին է խոսքը։ Մենք հիմա ո՞նց ենք անցնում Վրաստանով, կամ ո՞նց են մեր ճանապարհներով անցնում իրանական ավտոմեքենաները անցնում գնում Վրաստան, կամ մենք ո՞նց ենք Իրանով գնում մերձավոր արևելքի երկրներ, Պարսից ծոց, կամ չգիտեմ արաբական երկրներ, կամ մեր մեքենաները ո՞նց են անցնում գնում, կամ մենք ո՞նց ենք պատկերացնում բա հարևանությունը։ Լավ, ես ուզում եմ հասկանանք, բացենք, թողենք Նիկոլ Փաշինյանը, ինչ էր ասում Նիկոլ Փաշինյանը մեր, չգիտեմ, հիմնադիր հայրը չէ, Հայաստանի Հանրապետության հիմնադիրը չէ, հայ ժողովրդի հիմնադիրը չէ։ Եկեք ինքներս մի հատ մեր ժողովրդով քննարկենք, մեր ժողովրդի ուզած ինչ է, մեր ժողովրդի նպատակը որն է։ Ես այո ասում եմ ձեզ, հայ ժողովրդի թիվ 1 խնդիրը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն է։ Կարողանում ենք կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները, կարողանում ենք լեզու գտնել այդ ժողովրդի հետ պետության հետ, թե ոչ։ Սա է հարցը, եթե չենք գտնում լեզու, եկեք սա էլ է որոշում։ Լեզու չեն գտնում որ դեպքում, եթե այստեղ խառնվում են այլ պետություններ։ Այստեղ միշտ են խառնվելու այլ պետություններ, Տիկին Մարի, մեր խնդիրը հենց դրա մեջ է, մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ բախվում են աշխարհաքաղաքական կենտրոնների շահերը, հիմա մեր խնդիրը, մեր ժողովրդի խնդիրը հետևյալն է, դառնալ այդ բախման մանրադրամը, բախման այդ օբյեկտը, թե փորձել այդ բախումը չեզոքացնել, դարձնել մեր տարածաշրջանը, մեր փոքրիկ երկիրը այդ շահերի համադրման գոտի։
Այսինքն դուք ինչ եք ուզում ասել, մենք ունենք այն ներուժը, որը կարող ենք դիմագրավել ու այսպես ասած հաղթանակած դուրս գալ։ Տարածորեն 5 տարի առաջ հենց նույն Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, չէ, որ Ադրբեջանը, Թուրքիայի եւ Պակիստանի հետ միասին հարձակվել են ուղղակի Հայաստանի վրա, ճիշտ, Արցախի վրա։ Ճիշտ է։ Հիմա եթե մենք ունենանք այդ ներուժը դիմագրավելու նրանց պարտության մատնելու, ես կարծում եմ հիմա մենք բոլորովին այլ պետության ու այլ որակների մասին խոսենք, ընդ որում գիտեք ինչ, 100-150 տարի երկար ժամանակ չի, ժողովուրդ ջան, եկեք մի հատ մեր հիշենք 1920 թվականները, 1918 թվականը, Թուրքիայի հետ մինչև հիմա, հարգելի բարեկամներ, եթե չհամարենք Կարսի պայմանագիրը 2021 թվականը, որտեղ Մոսկվայի պայմանագրում մենք չենք մասնակցել 2021 թվականի մարտի 16-ին, մենք Թուրքիայի հետ կնքել ենք 2 պայմանագիր, մեկը հունիսի 4-ին 18 թվականի խայտարակ պայմանագիր, որով Հայաստանի Հանրապետության տարածքը տատանվել է 9000-ից մինչև 12000 քառակուսի կիլոմետր տարածք, մյուսն էլ 20 թվականի դեկտեմբերի 2-ին Ալեքսանդրապոլի էլ ավելի խայտարակ պայմանագիր է։ Այսինքն ձեզ թվում է բոլոր հայերը բոլոր ժամանակներում դավաճաներ են եղել, իրանք դաշնակները, որոնց նկատմամբ ես խորը վերապահումներ ունեմ, ես գտնում եմ, որ իրանք նաև անհեռատես քաղաքականության արդյունքում ենք մենք հասել նման պայմանագրերի կնքմանը, բայց կարծում եմ, եթե դաշնակները հնարավորություն ունենային այլ ավելի նպաստավոր պայմանագիր չէին կնքի, մենք եկեք չվախեցնենք մեր ժողովրդին, բայց ոչ էլ ավելորդ չափազանց լավատեսություն հաղորդենք։ Այո, մենք պետք է շատ իրատեսորեն քննարկենք, թե ինչ հարևանի հետ գործ ունենք, ինչ թշնամու հետ գործ ունենք, ինչ հակառակորդի հետ գործ ունենք եւ փորձենք հասկանալ Նիկոլ չէ, ով ուզում է լինի Հայաստանի հաջորդ իշխանությունը, ինչպիսի քաղաքականություն պետք է վարի Թուրքիայի ժողովուրդ։ Այսինքն մենք եթե շատ լավ, եթե մենք ունենայինք 80 միլիոնանոց բնակչություն, եթե մենք ունենայինք 1 միլիոնանոց բանակ, եթե մենք ունենայինք տնտեսական այնպիսի պոտենցիալ, որը ունի նույն Թուրքիան կամ անգամ Իրանը, եթե մենք ունենայինք լավ բարեկամներ, դաշնակիցներ, եթե մենք ընդգրկված լինեինք այնպիսի անվտանգային համակարգի մեջ, որը մեզ հնարավորություն կտար խոսելու այն դիրքերից, որոնցով պետք է խոսել, ես հավաստիացնում եմ մենք նման թեմաներով չենք էլ խոսի, մենք լրիվ ուրիշ քաշային կարգավիճակ կունենայինք, լրիվ ուրիշ հաշվեկշռում կլինենք եւ ուրիշ նպատակներ մեր առջև կդնենք, տիկին Մարի։ Մեր նպատակները պետք է լինեն շատ բարձ, կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ եւ այդ ծրագրերում նպատակների իրագործման ընթացքում մենք չափից դուրս ցտապ պետք է լինենք մեր երկիրը, մեր փոքրիկ պետությունը հայրենիքը չկործանելու համար։ Մենք չունենք այդ ներուժը։ Ես ոչ ուզում եմ լսեմացնել մեր դերն ու տեղը տարածաշրջանում, ոչ էլ ուզում եմ ֆետիշացնել։ Այսինքն քանի դեռ շոշափելի առարկական Այո, ես հավասարակշռված, ես գոհ, ես մեր հնարավորությունների սահմաններում արտաքին քաղաքականության վարման կողմնակից եմ, ընդ որում ասեմ ձեզ, ես ելնում եմ ոչ թե նրանից ոչ թե իմ ցանկություններից, այլ իմ անցած ճանապարհից, իմ պետության, իմ ժողովրդի անցած ճանապարհից 5 տարի առաջ մենք պատերազմի մեջ էինք։ Եթե ունենայինք այդ հնարավորությունը, ես դες հավաստիացնում եմ, մենք մեր առջև դրված այդ խնդիրը կլուծեինք էլի։ Հետևենք զարգացումներին, պարոն Նորեկյան, ամեն դեպքում ինչպես դուք ասացիք, միջև շոշափելի արդյունքներ չլինեն, չեմ կարող ասել արդյունավետ էր այս հանդիպումը, ընդ որում Էրդողանի սպասելու ենք նաև Հայաստանում։ Այդ ժամանակը տեսնենք իրադարձությունները։ Հաջորդ տարի գարնանը լինելու ոնց հասկացաք, տեսնենք թե ընդհանրապես դա ինչ քաղաքական կշիռ ու հետևանք կարող է առաջացնել մեր երկրում։ Եվ ինչպես պետք է ընդունենք, մենք հիշենք, որ թուրքական դրոշների այրումը կա եւ այլն, այս ամենը պետք է ինչպես դուք եք ասում զգուշավոր լինենք։ Խոսեցինք քաշ ունենալուց։ Քաշ ունեցող երկրները հիմա փաստորեն մեր տարածաշրջանում ռմբահարում են։ Պարոն Նորեկյան, ինչ կասեք Իրան, Իսրայել, այդ դուք մատնանշեցիք բնակչության թիվը եւ դա պատահական չէ։ Իսրայելը իր քանակով, իր տարածում եւ քանակով 10 միլիոն են, Իրանը 80 միլիոն։ Բայց ունի մեջքին գործընկերներ, հավատարիմ դաշնակիցներ, որոնցով կարողանում է այս ամենը խառնել իրար եւ Դուք ինքներդ տվեցիք ձեր պատասխանը, եթե չլիներ Ամերիկայի Միացյալ Նահանգների գործուն ուղղակի աջակցությունը եւ ուղղակի աջակցությունը, որ էր Թրամփի վերջին գործողությունները եւ 3 հենց ուղղակիորեն Իրանի
տարածքը ռմբահարելը դա վկայում է կամ հաստատում է այն իրողությունը, որ այս պատերազմը իրականում Իրանին հարվածելու ամբողջ օպերացիան պլանավորվել, մոդելավորվել եւ իրականացվել ու իրականացվում է ուղղակիորեն Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից։ Իսրայելը այստեղ ընդամենը կիրառվող գործիքն է, տարածքն է, պլացդարմն է։ Այսինքն խնդիրը դրված Իրանի խնդիրը լուծել, զերծ պահել նրան կամ ոչնչացնել նրա միջուկային ծրագրերը, զենքի ձեռքբերման կամ ստեղծման ծրագրերը։ Ես շատ տագնապած եմ այս առումով, ես գտնում եմ, որ եթե էսկալացիան տարածվի եւ ուղղակի Իրանը ներքաշվի գլոբալ ռազմական հակամարտության մեջ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, տարածաշրջանում քաոս է ձևավորվելու, սկսվելու եւ միլիոնավոր իրանցիներ հնարավոր է իրենց պետության տարածքից դուրս գալու նպատակ դնեն։ Հայաստանը ոչ միայն հեռու չէ, Հայաստանը հենց առաջին հետևանքներ կրող երկիրն է լինելու։ Արտագաղթը նկատի ունեք դեպի Իհարկե, Իրանը հենց մենք խոսում ենք նոր ճանապարհներից, տեսեք, Թուրքիայում մենք ճանապարհ չունենք, Ադրբեջանում մենք ճանապարհ չունենք, Վրաստանում հիմա մեր բարեկամ երկիրն է, բայց հենց այս ամառվա այս սեզոններին միշտ խնդիրներ են ստեղծվում։ Ծիրանը մնում է ճանապարհին։ Իրանը մեր բացառիկ, նույնիսկ ռազմական տեսանկյունից ամենակարևորային լոգիստիկ ուղիներից մեկն է, եթե մենք մեր բանակը հիմա վերազինվում է հնդկական զենքով, Հնդկաստանից Հայաստան տեղափոխելու գործընթացը իրականացվում է Իրանի միջոցով եւ եթե Իրանը դառնա պատերազմի ուրեմն մասնակից, ցամաքային պատերազմի ուրեմն ներգրավի, մենք ուղղակի զրկվել ենք այդ ճանապարհից, այսինքն մենք ուղղակիորեն նույնիսկ տնտեսական առումով, ռազմական առումով, անվտանգային առումով որոշեցին, որ պետք է փակեն։ Դեռևս կարծում եմ դեռ որոշում չկա, բայց հա, հիմա տեսնենք, այս առումով մենք ահռելի վնասներ ենք կրելու եւ ես ուղղակիորեն այդ ազդեցությունը բացասական զգալու ենք մեր վրա։ Ես չեմ կարող ասել անկեղծ ասած թե ինչքանով կսահմանափակվի Ամերիկայի Միացյալ Նահանգները, որովհետեւ Իրանը շատ վատ վիճակում է հայտնվել ինչ առումով։ Չի կարող չպատասխանել Ամերիկայի Միացյալ Նահանգներին, որովհետեւ դա բոլորովին այլընկալում կլինի, կդրսևորվի նույնիսկ իրենց ներքին կայունության առումով պատասխանի բացահայտ ասում եթե չէ կարողանում դու իշխանություն հեռացիր թող նորերը եթե պատասխանում է դա վտանգ է իրենից ներկայացնում էլ ավելի մեծացնելու հակամարտության բնույթը ես հույս ունեմ որ այնուամենայնիվ միջազգային հանրությունը կամ աշխարհակրթական կենտրոնները ինչ որ լուծում կգտնեն, որը Ռուսաստանը եւս որտեղ հիմա փաստորեն այսօր նրանց արտաքին գործերի նախարար ժամանել է Մոսկվա, ես չգիտեմ Ռուսաստանի ազդեցությունն ու դերակատարությունը որքանով կլինի, բայց տեսեք հետաքրքիր է մամուլը հրապարակումներ արեց այն մասին, որ Ռուսաստանը համաձայնություն է ձեռք բերել Իսրայելի հետ այն առումով, որ Իսրայելը չպետք է ռմբակոծի Իրանի տարածքում ռուսական մասնագետներով ուրեմն համալրված օբյեկտները ավելին նույնիսկ մամուլը հրապարակեց որ այն մասին որ Ամերիկայի Միացյալ Նահանգները տեղեկացրել է Իրանին սպասվող 3 հարվածների միանգամյա հարվածների մասին եւ դա այդ տեղեկությունը տալուց հետո Իրանին հաջողվել է իր միջուկային ուրանի պաշարների մի մասը հանել այդ տարածքներից, այսինքն շատ բազմաշերտ խաղ է ընթանում, մենք չգիտենք այդ եթե հնարավոր է եղել Իրանին հանել այդ իր ուրանը ռմբահարված տարածքներից, այսինքն հաջողվել է փրկել, սա ինչ է նշանակում, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները նպատակ ուներ ոչնչացնել Իրանի այդ ամբողջ միջուկային ռեսուրսը, ապա ինչու էր տեղեկացնում, երկրորդը Ռուսաստանը ինչ համաձայնություն է ձեռք բերել Իսրայելի հետ, արդյոք Բուշերի ատոմակայանում կամ այլ ռազմավարական օբյեկտերում այսօր Իրանին չի հաջողվել տեղափոխել այդ նյութերը եւ արդյոք Իրանում գտնվող ռուսական ազդեցության տարածքներում չկան
ուրան կամ այդ միջուկային նյութեր, որոնցով հնարավոր կլինի հետագայում աշխատել ու ստեղծել միջուկային զենք։ Սա իսկապես բավականին բազմաշերտ կոմբինացիոն խաղ է ենթադրում, եթե Իսրայելի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների իրական նպատակը Իրանին զերծ պահելն է միջուկային զենք ստեղծելուց, ապա ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ համենայն դեպս այս փուլում իրենց չի հաջողվել ամբողջովին լուծել կամ ոչնչացնել Իրանի միջուկային զենք ստեղծելու ենթակառուցվածքներն ու ռեսուրսները, դա նշանակում է, որ ինչ որ ռեսուրսներ հաջողվել է Իրանին փրկել, դա նշանակում է, որ Իրանում գտնվող եւ ռուսական ազդեցության ներքո գտնվող տարածքներում չի բացառվում, որ կան միջուկային զենք ստեղծելու համար անհրաժեշտ հնարավորությունները, որոնց վրա հարձակվելու լուծ հրաժարվելու վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել Ռուսաստանի եւ Իրանի կողմից։ Կտեսնենք թե իրադարձությունները ոնց են զարգանում, բայց սա էլ ինձ համար մեկ անգամ եւս պարզ դարձավ, որ Իրանի խնդիրը դա միայն Իրանի խնդիրը չէ, այստեղ ներքաշված են ու բախվում են ինչպես Ռուսաստանի, ինչպես Չինաստանի, այնպես էլ Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերը եւ կտեսնենք թե ով ինչպես դուրս կգա այս իրավիճակից։ Ով վերջում այս հանգուցալուծումը կիրականացնի, Միացյալ Նահանգների խոսքը կլինի էականը։ Այո, ես կարծում եմ, որ այստեղ իրանք հեգեմոն գործառույթ են իրականացնում, ես իրատեսորեն եմ գնահատում ուժերի հաշվեկշիռը ոչ միայն տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում։ Այսօր չկա որևէ մեկ այլ աշխարհական կենտրոն կամ ուժային կենտրոն, որը կարող է համարժեք դիմագրավել Ամերիկայի Միացյալ Նահանգներին եւ կարողանա հակազդել նրա գործողություններին, եթե հակազդող լինեին, թույլ չէին տա, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հարվածներ հասցներ Իրանի միջուկային օբյեկտներին, ավելին ըստ էության տեսեք, նաեւ երբեմն իմ իրավական մտածողությունը ինձ մի փոքր խանգարում է, ավելին որոշ շրջանակների մոտ միամոտ մարդու տպավորություն է ստեղծում, որովհետև իմ առաջին արձագանքը պետք է լիներ, որ սրանով ընդհանրապես կոպտորեն խախտվել է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածը։ Այո, հա, բայց տեսեք, ուժային գործոնը ամբողջ աշխարհում թափ է հավաքում, որը թքած ունի որևէ իրավական կարգավորումների վրա, բայց վաղ թե ուշ մենք գալու ենք այդ խնդրին, որովհետև եթե ՄԱԿ-ի կանոնադրությունը չի գործում ու ցանկացած երկիր փորձում է գերազանցել ՄԱԿ-ի կանոնադրությունը, դա նշանակում է, որ աշխարհում ձևավորված կարգը չի գործում, աշխարհակարգը չի գործում, հետեւաբար որակապես այլ աշխարհակարգ պետք է ձևավորվի եւ ուժերի նոր հաշվեկշռի հիման վրա պետք է նոր հարաբերություններ ձևավորվեն։ Եթե տեսեք ՄԱԿ-ի կանոնադրությամբ սահմանված ագրեսիան չի խրախուսում, ավելին դա արգելվող գործընթաց է եւ ավելին յուրաքանչյուր պետություն ինքնապաշտպանության իրավունք ունի եւ տվյալ դեպքում մենք գործ ունենք ակնհայտորեն ուրիշ պետության վրա հարձակման կոնկրետ փաստի հետ, ագրեսիայի հետ, բայց տեսեք, իսկ ով է դատողը Ամերիկային, ոչ ոք, որևէ ուժ իզորու չէ պատժել Ամերիկային, որևէ ուժային կենտրոն իզորու չէ եւ կյանքը ցույց է տալիս, որ ցավոք սրտի ուժային գործոնը շարունակում է պահանջարկված լինել, բայց գիտեք ինչ, այդ կանոնը գործում է ուժեղների համար։ Տեսեք, մենք տարբեր օրինակներ կարող ենք բերել, երբ ազգերի ինքնորոշման իրավունքը տարբեր պետությունների համար գործողության համար շատ նպաստավոր գործիք է եղել, բայց այն ինչ այսպես խոսք կա, չէ, ասում են, այն ինչ կարելի է Զևսին չի կարելի Եզին, այսինքն այն ինչ կարելի է ուժեղներին չի կարելի թույլերին։ Ուստի մենք պետք է կարողանանք ճիշտ գնահատել մեր հաշվեկշիռը, ուժերի դասավորվածությունը եւ կարողանանք հասկանալ հետեւյալը. այս տարածաշրջանում մեր միակ նպատակը պետք է հետեւյալը լինի. մեր երկիրը փոքրիկ Հայաստանը չվերածել հակամարտության օբյեկտի, ճիշտ հակառակը հնարավոր աշխարհաքաղաքական ուժերի հետապնդած շահերի համար ստեղծել նպաստավոր պայմաններ, որ այդ շահերը համադրվեն, ոչ թե բախվեն։ Բախումից համենայն դեպս մեծերը հետո կպայմանավորվեն, ընդ որում մենք կդառնանք մանրադրամ, ինչպես մեր պատմության տարբեր շրջանակներում։ Ուսումնասիրեք մեր հայրենիքի կորստի ամբողջ պատմությունը եւ դուք կտեսնեք, որ մեր հայրենիքը կտոր առ կտոր, մաս առ մաս, փուլ առ փուլ, շրջան առ շրջան
քաղաքական առևտրի արդյունքում հայտնվել է այս կամ այն պետության կազմը։ Եթե մենք ունենայինք ներուժ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մեջ էլ եք այդ առևտուրը տեսնում։ Իրոք Այո, առևտուր է։ այդ բառից պետք չի խուսափել։ Ուղղակի այդ առևտրում դու պետք է Պետք է այնպեսի, շահավետ այո, լինել, դու այնպեսի դիրք պետք է ունենաս, որ այդ առևտուրը փոխշահավետ լինի։ Եթե փոխշահավետ չլինի, միայն դու վնաս կրես, մի օր կտեսնես, որ դու էլ ծախելու կամ առնելու ոչ գումար ես ունենալու, ոչ էլ ծախելու բան ես ունենալու։ Սրա մասին է խոսքը։ Պարոն Նորիկյան, դուրս գանք Կարճատև գովազդային դադարի եւ վերջին հարցս արդեն ներքաղաքական իրավիճակ եւ Սամվել Կարապետյան, տեսնենք ձեր վերլուծությունը այս ամենի հետ կապած։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք, քիչ անց կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք մեր զրույցը։ Տունը կամ ամառանոցը հաճելի, հարմարավետ դարձնելու համար, ճիշտ ընտրած կահույք, օրիգինալ դեկորներ, հյուրերին ընդունելուց գեղեցիկ սպասք, գուցե նոր սփռոց։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Ընտրեք այն, ինչ վաղուց փնտրում էիք Fortuna Home and Country House-ում, ձեզ համար եւ որպես նվեր ձեր մտերիմների համար։ Յուրաքանչյուր զարդ գլուխ գործոց է, պատրաստված ամենայն ճշգրտությամբ եւ կրքով, որոնք կընդգծեն ձեր անհատականությունն ու գեղեցկությունը։ Մեր զարդերը պարզապես աքսեսուարներ չեն, այլ սիրո խոստովանություններ, որոնք կդառնան ձեր հիշողությունների խորհրդանիշը։ Դրանք ձեզ կդարձնեն ոճային եւ գրավիչ։ Ձեր պատմությունը սպասում է։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ 1%, հա։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի 1%, հա։ 2%։ Ասա ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ կլենդել։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծաներիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 567։
Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է։ Պարոն Նորիկյան, անդրադառնանք մեր, ասում եմ, ներքին խնդիրներին, որտեղ որքան էլ սահմանների մասին ենք խոսում, բայց այս ներքին անհանգստությունը եւս մեզ համար բավականին չափից ավելի վտանգավոր է։ Սամվել Կարապետյանը կալանավորվեց։ Դե չեմ ասում արդեն համացանցում եւ լուրերում ինչ տարածումներ, հաղորդագրություններ հայտարարություն նույն վարչապետի կողմից, Facebook-յան գրառումներ եւ այլն։ Ինչի մասին է այս ամենը։ Գործարարը կալանավորված է։ Ընդ որում Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, Ռուսաստանը անմիջապես արձագանքեց այս ամենին։ Այս արդյոք վտանգավոր ֆիգուր էր դարձել Սամվել Կարապետյանը Նիկոլ Փաշինյանի համար։ Տիկին Մարի, մինչև այդ հարցին պատասխանելը, ես արդեն արձագանքել եմ այս հարցին եւ հանրային տրամադրությունները կամ արձագանքները հաշվի առնելով ես ուզում եմ որպես մարդ, որպես քաղաքացի ձեր հետ կիսվեմ։ Հիմա ցավոք սրտի ես այդ մարդուն ոչ ճանաչել եմ, ոչ երբևէ շփվել եմ հետը, ոչ որևէ ձևով առնչվել եմ, որևէ անգամ, ոչ նրա ընտանիքի, ոչ նրա եղբոր ընտանիքի, երբևիցե որևէ առնչություն ուղղակի անուղղակի չեմ ունեցել։ Ես այդ մարդու նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դիտարկում եմ բացառապես իրավական տեսանկյունից, որպես փաստաբանի նաև, որպես պրոֆեսիոնալի, ով երկար տարիներ զբաղվել ու զբաղվում է որպես իրավաբան։ Ես պնդում եմ հարուցված քրեական հետապնդումը ապօրինի է, նման հոդվածով չի կարելի նման արտահայտության համար մարդու նկատմամբ քրեական հետապնդում հարուցել ու կալանավորել։ Եթե Նիկոլ Փաշինյանը այլ տեղեկություններ ունի, այլ ուրեմն ինֆորմացիաները, զեկույցներ է ստացել այլ գործողությունների մասին, շատ լավ, թող հրապարակեն, տեսնենք, մենք էլ համապատասխան ուրեմն մեր արձագանքը, մեր դիրքորոշումը կարտահայտենք, բայց այն հայտարարությունը, որը արել է Սամվել Կարապետյանը, եւ դրանից հետո այո, նման քրեական հետապնդում է հարուցվել, որ նա բռնության կոչ անելով իշխանության փոփոխության մասին է խոսել, նման հայտարարություն գոյություն չունի, բայց ինչն է ինձ այստեղ որպես մարդու տագնապեցնում։ Ինձ համար այլևս պարզ դարձավ, որ մեր երկրում մարդկանց դատելու, հետապնդում հարուցելու, մարդկանց կալանավորելու, արդարադատության իրականացման վերաբերյալ հրահանգներ տալիս է մեկ մարդ եւ այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է։ Այլևս ինձ համար դա աներկբա իրողություն է։ Այն դեպքում հայտարարում էին, որ ոչ մի տեղ համատություն չի արվում։ Իսկ սա ինձ ուղղակիորեն բերում է մի հանգրվանի։ Սա խարխլելու է մեր պետությունը, որտեղ եթե մեկ մարդու մենք հնարավորություն ենք տալու որոշել բոլորի ճակատագիրը, որոշելու թե ով է մեղավոր, ով է անմեղ, մենք սրա դառը հետևանքները կրելու ենք, բայց տեսեք, ամեն ինչ արվում է Նիկոլ Փաշինյանի վերընտրությունը 2026 թվականին ապահովելու համար։ Տեսեք, ինչ քարոզություն է իրականացվում։ Ես անկեղծ մարդկայնորեն եւ հիասթափված եմ, եւ զայրացած եմ, եւ վրդովված եմ։ Ուրեմն, երբ գործող իշխանության վարած քաղաքականությանն ես անդրադառնում, իրանց ֆեյքային ոմակն է հարձակվում քո վրա։ Երբ Քոչարյանի իշխանության ժամանակահատվածին ես անդրադառնում, նրանց ֆեյքային ոմակն է հարձակվում քո վրա։ Երբ Սերժ Սարգսյանի իշխանությանն ես անդրադառնում, նրանց ֆեյքային ոմակն է հարձակվում։ Մեզ դրել են մի իրավիճակի մեջ, ասենք ինձ իմ նման մարդկանց, որ եթե դու կամ Նիկոլի կողմնակիցը չես, կամ Քոչարյանի կողմնակիցը չես, կամ Սերժի կողմնակիցը չես, ուրեմն դու, չգիտեմ, քեզ այո, ուրեմն մեզ պարտադրում են կողմնորոշվել, կամ պետք է Ռուսաստանի ստրուկը լինեք, կամ պետք է Արևմուտքի ստրուկը լինեք։ Երրորդ տարբերակ չկա, ժողովուրդ ջան, ես որևէ մեկի կամակատարը չեմ, որևէ մեկի ազդեցության տակ չեմ, որևէ մեկից կախում չունեմ։ Ուզում եմ, որ մարդիկ լինեն, ովքեր հավատան, որ Հայաստանում հնարավոր են ինքնաբավ քաղաքական ուժեր եւ ինքնաբավ քաղաքական գործիչներ, որոնց համար առաջնայինը Հայաստանի ռազմավարական շահերն է։ Իմ համար ամենակարևորը Հայաստանի Հանրապետությունն է։ Ես չգիտեմ Հիմա ինչ է անում Նիկոլ Փաշինյանը, իհարկե ինձ համար պարզ է թե ինչ է անում, բայց հարց է առաջանում։ Ես այդ մասին անդրադարձել եմ նաև։ Երբ պետք էր Սամվել Կարապետյանը ազգային գործարար էր, բարերար էր, երբ պետք էր Ռուբեն Վարդանյանը բարերար էր, գործարար էր, то երբ պետք էր այո ծափահարում եք, երբ պետք էր Գագիկ Ծառուկյանը ձեզ համար գործարար էր,
քաղաքական գործընկեր էր, կոալիցիոն գործընկեր էր, բայց երբեւի չի, երբ այդ մարդիկ ինչ որ ձեր պահանջներին կամ ձեր կարծիքներին դեմ կամ ձեր համոզմունքներին չհամապատասխանող գործունեություն են սկսում վարել, այդ մարդիկ դառնում են Ռուսաստանի կամակատարը, այդ մարդիկ դառնում են ռսաստրուկ, դառնում են ագենտ, դառնում են հանցագործ, դառնում են օլիգարխ, այսի ազնիվ չի, Ժորժ ջան։ Այս ազնիվ չի, այսինքն դուք ինչ եք ուզում ասել, բոլորը մեղավոր են, բոլորը հանցագործ են, մենք մի հատ անմեղ հրեշտակ մարդ ունենք, այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է, չի կարելի Նիկոլ Փաշինյանին քննադատել, չի կարելի այս իշխանության սխալները թույլ տալ, չի կարելի այս իշխանության վարած քաղաքականության վերաբերյալ այլ կարծիք հայտնել, Նիկոլ Փաշինյանը անխոցելի քաղաքական գործիչ է, որևէ սխալներ թույլ չի տալիս, եւ ընդ որում ինձ համար ամենա ապշեցուցիչն ու մառազմը գիտեք որն է, երբ Նիկոլ Փաշինյանին քննադատողներին կոնկրետ մեզ հիմա ուզում են պիտակավորել, որ գիտեք ինչ կա, Ռուսաստանի ազդեցության տակ եք, Ժողովուրդ ջան, դες թվում է Նիկոլ Փաշինյանը հակառուս է, հա? Հակառուսական քաղաքականություն է վարում, արևմտամետ քաղաքականություն է վարում, մենք էլ նրան քննադատում ենք, ուրեմն մենք Ռուսաստանի ազդեցության տակ ենք։ Ժորժ ջան, լավ չի կարելի այս աստիճան պրիմիտիվ ընկալումներով փորձել վերլուծել ու պիտակավորել մարդկանց։ Չի կարելի։ Հայաստանի Հանրապետությունում որևէ քաղաքական իշխանության ժամանակ երբևէ Ռուսաստանի ազդեցությունը չի կրկնապատկել, մեծացել, որքան Նիկոլ Փաշինյանի իշխանության գործունեության արդյունքում է Ռուսաստանի ազդեցությունը մեծացել։ Դուք ոչ թե լսեք Նիկոլ Փաշինյանի խոսքերին, դուք տեսեք, գնահատեք նրա կատարած քայլերը։ Նրա կատարած քայլերի արդյունքում Ռուսաստանի ազդեցությունը եռապատկվել, քառապատկվել է Հայաստանի Հանրապետությունում։ Ի վերջո ես ուզում եմ, որ դուք ձեզ համար ինքներդ ձեզ հարց տաք։ Այդ ինչպես է ղեկավարել Նիկոլ Փաշինյանը, Տիկին Մարի, որ այսօր եկեղեցին իր դեմ է, հենց այդ նույն գործարանները, որ ծափահարում էին իրեն, իրենց դեմ է, հասարակության ճշշող մասը իրենց դեմ է։ Երեք միտինգ էին անում, ինչ որ երթ էին կազմակերպել, գնացել են, ճիշտ է։ Եկեղեցի գնացել են, Ժողովուրդ ջան, ուզում եմ Տիկին Մարի, ուզում եմ դուք մենք վերլուծենք ձեզ հետ միասին հանգիստ, հավասարակշռված, առանց էմոցիաների։ Գուցե Նիկոլ Փաշինյանը պատասխանենք տվել է 7 տարում նույն դասարանում է մնացել։ Գուցե սա է հենց պատասխանը։ Բայց հարցերի հարցը հետևյալն է, 26 թվականին Նիկոլը մնալու է թե գնալու է, Տիկին Մարի։ Դե ասում են ով է հեռացնելու, սա է հարցերի հարցը։ Շատ հարց ով է տվեցիք։ հեռացնելու։ Հիմա ուզում եմ այդ հարցին ես պատասխանեմ։ Նիկոլին իշխանության բերող ու նրա իշխանությունը ամրապնդող նախկին իշխանությունները, իսկ Նիկոլին իշխանության են բերել Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ նրանց վարած քաղաքականությունը, մարդկանց թվում է, երբ որ այս մեղադրանքը մենք հնչեցնում ենք, մենք մտածում ենք, որ Սերժ Սարգսյանը անձամբ իր աթոռը ազատել է, որպեսզի Նիկոլը գա նստի։ Ոչ, ժողովուրդ, ամեն մի հաջորդ իշխանության հիմքում նախորդ իշխանության թերություններն ու սխալներն են։ Եթե Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը չունենար թերություններ, չունենար ձախողումներ, չունենար տապալումներ, ավելի նրանց իշխանությունը հանցավոր չլիներ, Նիկոլ Փաշինյանը երբեք իշխանության չէր գա։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու գործընթացում Սերժ Սարգսյանի կառավարման ամբողջ այդ փիլիսոփայությունը մեծապես նպաստել է։ Մենք սա նկատի ունենք։ Հիմա այս մարդիկ ասում են, չէ, Նիկոլին մենք բերել ենք, մենք պահում ենք հիմա մենք ուզում ենք, որ Նիկոլը գնա, մենք գանք, որ գաք ինչ անեք էլ։ Հիմա այս ֆոնի վրա մեր նման մարդիկ Տիկին Մարի, ասում ենք, եղբայր, ոչ դու ես մի բան, ոչ նրանք են մի բան, համ նա պետք է գնա, դուք էլ չպետք է վերադառնաք, Հայաստանում որակապես նոր իշխանություն պետք է ձևավորվի։ Որ թիմում է այդտեղ։ Ես արձագանքել եմ արդեն հետևյալը, եթե Սամվել Կարապետյանի թիկունքում պետք է կանգնեն Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ուրեմն Սամվել Կարապետյանը, եթե իհարկե նա քաղաքական նպատակ ունի, ես ծանոթ եմ Տիկին Մարի նրա քաղաքական նպատակներին, ես չգիտեմ ինքը ընդհանրապես նման ծրագրեր ունի թե չունի, բայց եթե Սամվել Կարապետյանի թիկունքում կանգնեն Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ես վստահ եմ, որ քաղաքական ֆիասկո է լինելու, այսինքն որևէ հաջողություն չի արձանագրվելու եւ ժողովուրդը եւ իշխանությունը ամեն ինչ կանի նորից իդենտիֆիկացնելու Սամվել Կարապետյանին որպես Ռոբերտ Քոչարյանի եւ Սարգսյանի հերթական քաղաքական պրոյեկտի։ Եթե Սամվել Կարապետյանը, ուշադիր խնդրում եմ լսեք, եթե Սամվել Կարապետյանը իսկապես նպատակ ունի Հայաստանի Հանրապետությունում քաղաքականությամբ զբաղվելու, նախ առաջին ինքը պետք է հանրությանը այնպիսի ուղերձով
ներկայանա, որը բոլորի մոտ կձևավորի առնվազն համոզմունք առ այն մասին, որ նա դուրս է առաջին հերթին Ռուսաստանի ազդեցությունից, այսինքն չունի ռուսական ազդեցություն եւ սա քաղաքական պատվեր չէ, որ իր քաղաքական գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում զբաղվելու պայմանավորված է բացառապես Հայաստանի Հանրապետության ռազմավարական շահերով, որ ինքը որպես հայրենիքի զավակ այդպես է տեսնում Հայաստանի Հանրապետությունում քաղաքական գործունեությունը, երկրորդը, որ ինքը որևէ առնչություն չունի Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ եւ ինքը տեսնում է Հայաստանի Հանրապետությունում քաղաքական գործունեության մեկնարկն ու ընթացքը բացառապես այս հարթություններից դուրս եւ իր համար ամենաթիվ 1 դաշնակիցը հայ ժողովուրդն է եւ Հայաստանի Հանրապետությունը, այն ժամանակ տեսնենք նաեւ թե ինչ քաղաքական պլատֆորմ է ներկայացնում, ինչպես է տեսնում Հայաստանի Հանրապետության անվտանգային միջավայրը, Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության դոկտրինը, Հայաստանի հարաբերությունների կառուցումը Ռուսաստանի հետ, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, Ֆրանսիայի հետ, Եվրոմիության հետ, ինչպիսին է տեսնում հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի հետ եւ ամենակարևորը ինչպիսին է պատկերացնում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը եւ ավելին հաշվի առնելով որ ինքը գործարար է ինքը պետք է ներկայացնի նաեւ թե ինչպիսին է տեսնում Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարը, այն ժամանակ մեր ժողովուրդը կտեսնի այս մարդը ինչ է ուզում, այս մարդը ինչ կարծիք ունի, այս մարդը ընդհանրապես արժե այս մարդուն վստահել, թե չարժե այս մարդուն վստահել։ Հիմա հասկանալի է իշխանական քարոզիչները տանում են նրա այն թեզը, որ Իվանիշվիլի երկրորդ ծրագիրն է փորձարվում իրականացնել։ Կապրենք կտեսնենք թե ինչ ծրագիր է իրականացվում, բայց եթե այս տրամաբանությամբ մենք առաջնորդվենք, ով խոսի Նիկոլի դեմ, ով դուրս գա Նիկոլի դեմ, ուրեմն դա բանա, դրսից թելադրվող կամ դրսի կամակատարը։ Եկեք ուրեմն ժողովուրդ ջան, ի սկզբանե, որպեսզի այդ թեման փակենք, մի հատ օրենք ընդունենք, որ Նիկոլը հավերժա, Նիկոլին փոխել չի կարելի, Նիկոլը անփոխարինելի է, ՑՄ պետքա իշխի, ու այս թեմաները փակենք, ինչի մասին է խոսքը։ Պարոն Նորիկյան, եւ ավարտում ենք մեր հաղորդումը, հիմա որպես փաստաբան դուք անդրադարձաք Սամվել Կարապետյանի գործին, այն համարելով Շինծու եւ Ապորինի։ Իսկ եթե ընթացք է տրվում գործին այդ հանցագործությունը նրան մեղսագրվող հանցավոր արարքը դասում է միջին ծանրության հանցագործությունների թվին, որը նախատեսում է ազատազրկում 2-ից մինչև 5 տարի ժամկետով։ Ես ենթադրում եմ հետևյալը, կախված քաղաքական հետագա իրողություններից, շատ հնարավոր է, որ այդ քրեական հետապնդումը շարունակվի եւ ընդհանուր մինչև ունենա կոնկրետ արդյունք։ Ես չեմ կարող այս բանին ասել, ես ծանոթ չեմ նրանց ներքին բանակցություններից, ես չգիտեմ նման բանակցությունները տարվում են թե կամ ինչ պայմանավորվածություններ ձեռքը բերվեն թե ոչ, բայց ակնհայտ է հետևյալը. Հայաստանը թևակողում է տուրբուլենտության մի կարևոր ցիկլ, որը ավարտվելու 2026 թվականի ընտրությունների արդյունքներով։ Ես ներքին տագնապ ունեմ Տիկին Մարի, որ իշխանության մնալ չմնալու կամ իշխանության գալու չգալու հարցում, եթե շարունակվի մնալ պայքարը գործողների եւ նախկիների միջև, այսինքն եթե Նիկոլ Քոչարյան այս դուետը կամ այս ներկաներ նախկիներ շրջանակը պահպանվի, ես չեմ բացառում, որ արուն թափվի Հայաստանի Հանրապետությունում, որտեղ իշխանությանը տիրանալու կամ իշխանությունը պահելու այս գործընթացում այս մարդիկ ապացուցել են, որ ոչ մի կարմիր գիծ չունեն, որը չի կարելի հաղթահարել։ Ընդ որում ես մեր հերոստատիտողներին հիշեցնեմ, որ դեռ 2024 թվականի դեկտեմբերի մեր արված վերջին տարեվերջյան հաղորդման ժամանակ դուք հայտարարեցիք, որ Փաշինյանը դեռ շարտերի գլուխն է թռցնելու դա սա։ Ես ասել եմ եւ հիմա էլ ասում եմ, եթե մեր ժողովուրդը իսկապես չի ցանկանում համակերպվել ստեղծված իրավիճակի հետ, չի ցանկանում համակերպվել ստատուս քվոյի հետ, ուղղակի ես խնդրում եմ մեր ժողովրդին, որ ժողովուրդ ջան, դուք ուրիշ մարդկանց մեջ տեսեք Հայաստանի վաղվա օրը, այլընտրանք կա, Հայաստանի վաղվա օրը ես տեսնում խելացի ինտելեկտուալ մարդկանց միջոցով ոտքի կանգնեցնելու ծրագիր ներկայացնելու հաղթանակ տանելը։ Այդ թվում նաև արդար Ընդ որում այդ թվում նաև արդար Հայաստանի, որովհետև այն մարդկանց մեջ, որոնց մեջ եք դուք տեսնում պայքարը, Նիկոլի Քոչյանի, Սերժի հետ մնացած բոլորի, այդ մարդիկ 30 տարի կառավարում են մեր երկրում, մենք տեսնում ենք իրենց կառավարացի արդյունքը։ Մեզ որակապես նոր մարդիկ են պետք, նոր շունչ է պետք, որոնք որևէ ձևով թաթախված չեն եղել, ոչ արյան մեջ, ոչ կաշառքի մեջ, ոչ կոռուպցիայի մեջ, ոչ թալանի մեջ, ոչ երկիր ծախելու մեջ, ոչ դավաճանության մեջ, ոչ չգիտեմ որևէ բացասական բանի մեջ թաթախված չեն եղել։ Ժողովուրդ ջան, ես
ուղղակի ապշում եմ, դուք ինչու չեք տեսնում ձեր տեսադաստում, ինչու չեք տեսնում այդ մարդկանց։ Սա է խնդիրը։ Շնորհակալություն եմ հայտնում պարոն Նորիկյան այսօրվա հաղորդման համար։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ, այսօր այսքանով ավարտում ենք։